Իռլանդիայի, Լեհաստանի եւ այլ եվրոպական երկրների ֆերմերներ անցած հանգստյան օրերին դուրս էին եկել փողոց բողոքելու Եվրամիության որոշման դեմ, ըստ որի Միացյալ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մի քանի երկրների շուկան միավորվում է։ Նրանք տրակտորներով եկել էին Վարշավա եւ այլ մայրաքաղաքներ, մտավախություն ունենալով, որ լատինաամերիկյան էժանապրանքը ողողելու է եվրոպական շուկան, լուրջ վնաս հասցնելով եվրոպացի ֆերմերներին։ Լեհ ֆերմեր Միրոսլավն ասում է, որ վերջին տարիներին իրենք արտադրում են Եվրամիության սահմանած չափանիշներին համապատասխանող գյուղմթերք, բայց այժմ Եվրահանձնաժողովը խախտում է իր իսկ սահմանած կանոնները եւ ներմուծելու է արտադրանք Հարավային Ամերիկայից, որը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում։ Ուրբաթ հունվարի 9-ին տեղի ունեցած քվեարկությանը Եվրամիության անդամ երկրների մեծ մասը աջակցություն է հայտնել Մերկոսուրի համաձայնագրին, վերջակետ դնելով Եվրահանձնաժողովի եւ կառույցի անդամ լատինաամերիկյան երկրների Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի միջև 2 տասնամյակ շարունակվող տարաձայնություններին ու բարդ բանակցություններին։ Փաստաթղթին դեմ են քվեարկել Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան, Իռլանդիան, Բելգիան ձեռնպահ է մնացել։ Փաստաթուղթը ենթադրում է ազատ առևտրի գոտու ստեղծում 700 միլիոն մարդու ընդգրկմամբ։ Այն կբացի Եվրոպայի մոտ կես միլիարդանոց շուկան լատինաամերիկյան մսի, շաքարի եւ այլ ապրանքների համար, իսկ հարավամերիկյան շուրջ 270 միլիոնանոց շուկան եվրոպական մեքենաների, դեղորայքի, գինու եւ պանրի անմաքս ներմուծման համար։ Համաձայնագրի ջատագով Գերմանիան եւ Իսպանիան վստահ են, որ այն եվրոպացիների համար պատմական ձեռքբերում է, մինչդեռ Ֆրանսիան պնդում է, որ Եվրամիության երկրների ֆերմերները լատինաամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ազատ ներկրման դեպքում պարզապես չեն դիմանա մրցակցությանը։ 2025 թվականի դեկտեմբերին էր, երբ դժգոհ ֆերմերները տրակտորներով գրոհել էին Բրյուսելը։ Այսպիսով 25 տարվա բանակցություններից հետո Եվրամիությունը որոշեց հաստատել դարի առևտրային համաձայնագիրը Հարավային Ամերիկայի խոշորագույն տնտեսությունների հետ, չնայած եվրոպացի ֆերմերների խիստ դժգոհությանը եւ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհի մասշտաբով ազատ առևտրի դադարեցման ընդհանուր միտմանը։ Համաձայնագիրը Եվրամիությանը առավելություն կտա աշխարհի 2 այլ խոշորագույն տնտեսությունների՝ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ մրցակցության հարցում։ Ներկայումս այդ տերությունները Միացյալ Եվրոպայի նկատմամբ վճռական հաղթանակ են տանում։ Սա լավ է Գերմանիայի եւ Եվրոպայի համար, ուրբաթ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, երբ Եվրամիության երկրների մեծ մասի առևտրի նախարարները պաշտոնապես հաստատել են համաձայնագիրը։ Այնուամենայնիվ 25 տարվա բանակցությունները չափազանց երկար ժամանակ են։ Մենք պետք է ապագայում ավելի արագ առաջ շարժվենք, շարունակել է նա։ Տարի գործարքի ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատի Եվրախորհրդարանը, սակայն դա էլ բավարար չէ։ Եվրամիության 27 երկրներից յուրաքանչյուրն առանձին պետք է վավերացնի փաստաթուղթը, հակառակ դեպքում այն չվավերացրած երկրի տարածքում չի կիրառվի։ Ֆրանսիան, Իռլանդիայի, Հունգարիայի, Լեհաստանի աջակցությամբ հավանաբար կձգձգի համաձայնագրի ուժի մեջ մտնելը, հաշվի առնելով ներքին քաղաքական նպատակահարմարությունն ու կառավարական գրասենյակների մոտ գոմաղբով բեռնված տրակտորների հայտնվելու հեռանկարը։ Այնուամենայնիվ փաստաթղթի մի մասը ուժի մեջ կմտնի առանց երկրների ներպետական ընթացակարգերի։ Այդ նպատակով Եվրահանձնաժողովը առաջարկել է վավերացման գործընթացը բաժանել 2 մասի, ժամանակավորապես համաեվրոպական մակարդակով հաստատել այն հատվածները, որոնք ընկնում են Եվրամիության բացառիկ իրավասության տակ։ Եվրամիությունը Մերկոսուրի երկրների երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Չինաստանից հետո։ Այս առումով Եվրոպան արդեն իսկ առաջ է անցել Միացյալ Նահանգներից, որը Թրամփի օրոք Լատինական Ամերիկան հայտարարել է ամերիկյան շահերի բացառիկ գոտի եւ սկսել է ծնկի բերել Վենեսուելան։ Կարակասը գրեթե 10 տարի առաջ է վտարվել Մերկոսուրից, երկրում ազատությունները ճնշելու համար։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։